Ամեն տարի ապրիլի առաջին կիրակի օրը նշվում է երկրաբանի օրը։ Ավարտվում է ձմեռը եւ սկսվում են դաշտային արշավներն ու աշխատանքները։ Տոնը նշում են երկրաբանները, հիդրոերկրաբանները, գեոէկոլոգները, երկրաբան ճարտարագետները, երկրաֆիզիկոսները, երկրաքիմիկոսները, հանքափորները, գեոմորֆոլոգները, գեոմեխանիկները։ Մենք այսօր որոշել ենք հասկանալ, թե ինչպես են մեր երկրում երկրաբան դառնում, ում է գրավում այս մասնագիտությունն ու ինչպիսի երկրաբանական ուսումնասիրություններ են կատարվում մեր օրերում։ Ես ներկայացնեմ մեր հյուրերին, մեր տաղավարում են Գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային կրթական կենտրոնի երկրաբանության ամբիոնի վարիչ Լիլիթ Սարգսյանը, նույն կենտրոնի հանրային կապերի եւ կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանը, ասպիրանտ Լիլիթ Սարգսյանը եւ Շանթ Ալմազյանը, մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեր տոնը անցած տոնը շնորհավոր եւ իհարկե շատ լավ որ այդպիսի հետաքրքիր ճանապարհ եք ընտրել ձեր կյանքում։ Շատ են այդ մարդիկ մեր երկրում, թե ոչ։ Բավականին։ Հերիք է, բայց թե ոչ։ Ինձ թվում է որ քիչ է։ Հերիք չէ։ Հերիք չէ։ Շնորհակալություն նախ հրավերի համար եւ այս առիթը ստեղծելու համար, որ մենք այստեղ հավաքվենք եւ եւս մեկ անգամ շնորհավորենք մեր բոլոր երկրաբաններին, ուսանողներին, դասախոսներին եւ ոլորտի հետ առնչվող բոլոր ուրեմն մասնագետներին այս տոնի կապակցությամբ։ Սա շատ լավ առիթ է, ուրեմն շնորհավորելու մեր բոլոր մասնագետներին այս երկրաբանական մասնագիտական տոնի առիթով, որը որ հնարավորություն է ստեղծում մեզ նշելու մեր երկիր մոլորակի ուրեմն բնական ռեսուրսները ուրեմն ճիշտ կառավարելու եւ նաեւ պահպանելու, այո, անվտանգ դրանք կառավարելու եւ անվտանգ համայնք ստեղծելու եւ ռիսկերը կառավարելու, այո, հնարավորություններ ստեղծելու։ Ոլորտը, այո, թերևս մենք երկրաբաններ շատ ունենք, բայց իհարկե կարիք ունենք երկրաբանների եւ երկրաբանական գիտությունների ուրեմն ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոնի երկրաբանության մագիստրատուրան, այո, ստեղծվել է հենց թերևս այդ առիթով, որպեսզի ստեղծենք կադրեր այս ոլորտում։ Այսինքն կարող են այլ ուղղվածությամբ սովորել եւ հետո այո, մագիստրատուրայում հնարավորություն կա, քանի որ երկրաբանությունը դա գիտություն է, որտեղ կապված է նա հարակից գիտությունների հետ, ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն եւ այս բոլոր հարակից գիտություններով մասնագետները հնարավորություն ունեն սովորելու մեր ամբիոնում։ Իսկ հետաքրքրություն կա առհասարակ, թե կարծես թե ոչ այդքան։ Վերջին տարիներին իհարկե պետք է նշել, որ հետաքրքրությունը նվազել է, բայց մենք փորձում ենք հնարավոր առիթներ բաց չթողնել, ինչպես օրինակ ձեր տաղավարում գտնվելով եւ ցանկացած այլ առիթներ օգտագործելով հետաքրքրությունը բարձրացնել ուսանողների շրջանակներում, աշակերտների շրջանակներում եւ ցույց տալ, որ այս մասնագիտությունը անչափ հետաքրքիր է։ Եթե դուք սիրում եք բնությունը, եթե դուք սիրում եք գլուխկոտրուկներ ժամանակի միջոցով անցնելու, թե ինչ է եղել անցյալում, ինչ կարող է լինել ապագայում, անցնել այս երկրի շնչառությունը զգալ եւ լուծել այդ գլուխկոտրուկները, եթե դուք ուզում եք ունենալ շատ հետաքրքիր մասնագիտություն, որը անմիջապես կապված է բնության հետ, եւ եթե դուք ուզում եք ունենալ այնպիսի աշխատանք, որը շատ պրակտիկ է, շատ կապված է բնության հետ, ապա երկրաբանի մասնագիտությունը ձեր համար է, շտապեք միանալ մեր թիմին եւ դուք կունենաք վստահաբար մի մասնագիտություն, որում դուք կարող եք իհարկե ունենալ նաեւ կարիերավ աշխատանք, այսինքն սա այն մասնագիտությունն է, որում վստահաբար Հայաստանում կարող եք ստեղծել կարիերա նաեւ։ Կարիերայի մասին խոսեցինք։ Կարիերայի մասին խոսելուց մի քիչ առաջ ուզում ասեմ, որ ես որ փոքր էի, ինձ թվում է, որ սա աշխարհի ամենառոմանտիկ մասնագիտությունն է։ Ինչու ոչ։ Այո։ Այ օրինակ մեր ուսանողները կարող են փաստել դրա մասին։ Իրենց հարցնենք, երբ հասկացաք, որ ուզում եք դառնալ երկրաբան եւ ինչպես դա տեղի ունեցավ, Լիլիթ քեզ եմ ուզում հարցնեմ առաջին հերթին, որտեվ կարծես թե գոյություն ունի այսպիսի կարծրատիպ, որ երկրաբանն այսպես թրաշով ձյաձաներով, այսպես սվիտերներով, գիտարներով, մուրճով, այո, պատմեք։ Կարծրատիպը կոտրվել է։ Դուք եք կոտրել։ Չէ, իրականում կանայք արդեն բավականին շատ են երկրաբանության մեջ։ Հետ գնամ մի քիչ շատ անցյալ։ Ես մասնագետ եմ։
Այդքան չէ։ Չէ, մնում ենք այս բանը 4-րդ թվականում։ Ես մասնագիտությամբ աշխարհագրագետ էի ու համալսարանում սովորելով աշխարհագրության այդ կրթությունը ստանալով արդեն մեր երկրաբանության ինստիտուտում որպես քարտեզագիր անցա աշխատանքի ու աստիճանաբար հետաքրքրեց երկրաբանությունը որպես նոր գիտություն ինձ համար, որ ես կարող եմ սովորել ու ավելի շատ գնացի դեպի պալեոնտոլոգիան։ Բարևներ Իվան Եֆրեմովին։ Եվ ինչ դինոզավր գտել եք։ Ցավոք չէ։ Բայց նոր ուղղություն է Լիլիթով, շատ հետաքրքիր։ Ես պալեոնտոլոգիայի իրականում մեր մոտ միջազգային ԳԿՄԿ-ում սովորելով շատ մեծ հնարավորություն է տալիս ուսանողներին, ովքեր որ հետաքրքրված են պալեոնտոլոգիայով ուսումը շարունակել Լիլում, Ֆրանսիայի Լիլ քաղաքում։ Ու Լիլի համալսարանում ես շարունակելով պալեոնտոլոգիա բավականին հետաքրքիր ու ինչպես մասնագիտական, այնպես էլ կյանքի փորձ ձեռք բերեցի։ Ձեր գիտելիքները բերեք Հայաստան հիմա։ Բերեցի Հայաստան, մոտ 1 տարի ոլորտում աշխատելով։ Ինչ եք գտել, մի բան գտել եք գոնե։ Ես աշխատել եմ ռադիոլարյաների եւ կոնոդոնտների հետ։ Կոնոդոնտները իրենք նախաձկնա ձկներից առաջ, այո։ Իսկ ռադիոլարյանները բայց միգուցե շատերը չգիտեն, որ այստեղ ծով է եղել։ Պետք է սկզբից ասենք, որ ամբողջ Հայաստանը ծով, մենք էլ ենք ծով ունեցել։ Այո, օվկիանոս։ Շատ շուտ։ Մենք ունեցել ենք Տետիս օվկիանոսը։ Մենք ունեցել ենք Տետիս օվկիանոսը։ Այո, ինչ ծով օվկիանոս ենք։ Տաք օվկիանոս էր, որտեղ որ բավականին բուռն կյանք էր եւ փաստորեն Լիլիթ այդ կյանքը հիմա ուսումնասիրում է եւ կան արդյունքներ։ Հա, իրականում արդյունքները հենց այդ կենդանիների օրգանիզմների միջոցով ենք ուսումնասիրում, ապարներից տարբեր մեթոդների միջոցով առանձնացվում են կենդանի օրգանիզմները։ Սովորաբար ասում են, որտեղ որ կար այդ օվկիանոսը, այդ բոլոր օրգանիկ եւ այլն, պետք է նավթ լինի, հիմա վերջը ունենք թե չունենք։ Այդ հարցով էլ Շանթը հիմա ձեզ կպատասխանի։ Նավթի հարցում Շանթը։ Շանթի եթերում Շանթը նավթի մասին, խնդրեմ Շանթ, պատմեք մեզ, որտեղ է նավթը, ինչ խորության վրա եւ երբ։ Երբ ենք այստեղ Էմիրատներ կառուցելու։ Բարև ձեզ։ Էմիրատներ չէ՞ էլի տենց, հա։ Այդքան հարուստ երկիր ունեն։ Առաջին հերթին ուզում էի ասեի, որ ես մեր գիտակրթական միջազգային կենտրոնում շարունակում եմ իմ երկրաբանական կրթությունը, առաջինը ես ստացել եմ Ռուսաստանում, հենց նավթի եւ գազի համալսարանում, եւ այստեղ Որտեղ, որ քաղաքում? Մոսկվայում, այո։ Եվ այստեղ ես իրականում զբաղվում եմ ածխաջրածինների պրոբլեմատիկայով։ Так. Հայաստանում կան նստվածքային ավազաններ, որոնք կարող են նավթ եւ գազ պարունակել եւ նրանք պարունակում են, որովհետեւ մենք ունենք համ նավթի եւ գազի նմուշներ եւ այլն, մենք ունենք նավթ եւ գազ, մենք չունենք նավթագազաբերական տնտեսություն դեռ։ Կարելի է դա ասել։ Խորն է բավականին, դա է խնդիրը։ Բավականին խորն է, բայց ամեն տարի ամբողջ աշխարհի պաշարները քչանում են, հորատանցքերը խորանում են, դառնում է ավելի ռենտալ այդ ամեն ինչը։ Մի քիչ դիմանանք։ Մի քիչ դիմանանք, ուղղակի մեր աշխատանքը հետազոտական է։ Իսկ հետո շահագործելը արդեն ուրիշ մարդկանց վրա է։ Մենք պետք է պատրաստենք։ Так. Ինչպես տեսնում եք, մեզ մոտ բավականին հետաքրքիր եւ արդիական, այո, թեմաներ են ուսումնասիրվում արդեն մագիստրատուրայում եւ Լիլիթի օրինակ ուսումնասիրությունը շարունակելով ես ուզում եի խոսել մագիստրոսական մեր ծրագրի միջազգային համագործակցության մասին։ Մեր մագիստրոսական կրթական ծրագիրը այնպես է կառուցված, որ ուսանողները հնարավորություն ունեն իրենց կրթությունը երկրորդ կիսամյակում շարունակեն Ֆրանսիայի Լիլի համալսարանում։ Անվճար է դառնում։ Այո, Erasmus+ Ֆրանսերեն, անգլերեն իմացությունը անգլերեն լեզվով են կրթությունը շարունակում, Erasmus+ կրեդիտային փոխանակման ծրագիրն է դա, բայց բացի կրեդիտային փոխանակման ծրագրից նրանք կարող են նաև մագիստրոսական թեզի իրանց հետազոտման ծրագիրը այնտեղ անել, ինչպես արեց Լիլիթը, այսինքն բացի դասընթացների
ուրեմն փոխանակման ծրագրից նա նաև իր մագիստրոսական թեզը այնտեղ պրոֆեսոր Դանելյանի ղեկավարությամբ իրականացրեց Լիլի համալսարանում եւ բացի այդ համագործակցությունից մենք շատ ծեր համագործակցություն ունենք Գերմանիայի Ֆրայդենբերգի համալսարանի հետ եւ ուսանողներ հնարավորություն են 3 ամիս մագիստրոսական թեզի հետազոտությունը իրենց իրականացնեն այնտեղ եւ մեր Գերմանիայի համալսարանում, որը շատ լայն հնարավորություն է տալիս ուսանողներին հետազոտական մասը լաբորատոր հետազոտությունները, այսինքն իրականացնել Գերմանիայի համալսարանում եւ ընդլայնել իրենց հետազոտական մասը։ Սա ինչու եմ ընդգծում, որովհետեւ մեր կրթական ծրագրի հիմնական շեշտադրումը այն է, որ մենք իրականացնում ենք հետազոտահենք կրթություն, այսինքն ուսանողը ընդունվելով մեզ մոտ ոչ միայն տեսական գիտելիքներ է ստանում, այլ հենց առաջին կուրսում նրան հնարավորություն է տալիս, ինչպես օրինակ Շանթին, կատարել հետազոտահենք կրթություն, այսինքն հենց առաջի կուրսից բացի տեսական գիտելիքներից ուսանողը հնարավորություն ունի միանգամից հետազոտական կրթություն ստանալու։ Նա ընտրում է իր հետազոտական ուրեմն թեման Եվ հենց առաջի կուրսում Եկաբանական գիտությունների ինստիտուտում գծվում է որևէ գիտական ուրեմն ղեկավար իրեն, որը որ իրականացնում է ուսանողի հետ այդ գիտական ծրագիրը, այսինքն հենց մի անգամից իր բացի տեսական գիտելիքներից, որը ընդգրկում է ընդհանուր երկաբանության բոլոր տեսական ուրեմն լայն շերտը, պետրոլոգիա, լիթոլոգիա, ռեգիոնալ երկաբանություն, հրաբխականություն, սեյսմոլոգիա, երկաֆիզիկա, այս բոլոր դասընթացները, որ տեսականորեն ուսանողը ստանում է լսարանում, նա մեծ հնարավորություն ունի դաշտային աշխատանքներ իրականացնելու եւ լաբորատոր աշխատանքներ իրականացնելու, պրակտիկ նախագծերին մասնակցելու, այսինքն գործող գիտական նախագծերին, որոնց որ մասնակցում է իր գիտական ղեկավարը, ուսանողը արդեն իսկ առաջին կուրսից ընդգրկվում է այդ նախագծային աշխատանքներին եւ այսինքն մի անգամից նա դառնում է պրակտիկ երկաբան, հենց ուսման իր հենց առաջին փուլում, որը շատ կարեւոր է։ Իսկ մեր օրերում որ ուղղություններն են ավելի պահանջված եւ որտեղ կան թափուր տեղեր եւ ուսանողների շրջանում եւ աշխատատեղերում։ Նախ ցանկանում եմ ես եւս շնորհակալություն հայտնել հյուրընկալության համար, սա իրոք լավ հնարավորություն է կենտրոնի երկրաբանություն մասնագիտությունը հանրությանը ավելի լավ ներկայացնելու համար, կարիերայի կենտրոնը, հանրային կապերի եւ կարիերայի բաժինը կենտրոնի պարբերաբար թարմացնում է շրջանավարտների կարիերայի հետագծին վերաբերող տվյալները եւ երեք այս եթերին ընթരാճ մենք ուսումնասիրեցինք բոլոր տարիների երկրաբանության շրջանավարտների կարիերայի հետագիծը եւ պարզեցինք, որ ծրագիրը մեկնարկած լինելով 2013 թվականից առ այս պահը 5 սերունդ է թողարկել շրջանավարտների եւ ընդհանուր առմամբ 29 շրջանավարտներ են իրենք եւ հետաքրքիր է, որ բոլորը այս պահի դրությամբ զբաղված են մասնագիտական ոլորտում, իրենց նեղ մասնագիտական աշխատանքը ունեն, ընդամենը մի հոգի էր, որ այս պահին ուղղակի ժամանակավոր առժամանակ չէր աշխատում, բայց ուրախալի էր փաստը, որ բոլորը աշխատում են, այո, եւ ամենատարբեր ոլորտներում են, այո, հանրապետության ամենատարբեր կառույցներում են աշխատում եւ մոտ 43%-ը երկրաբանական գիտությունների ինստիտուտի, ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի աշխատակից է, ինչը խոսում է այն մասին, որ ծրագիրը առաջին հերթին երկրաբանական ինստիտուտի կադրերի ինքնավերարտադրություն է կատարում, ինչը շատ ողջունելի է եւ պարզվեց, որ շրջանավարտների շարքում մեկ շրջանավարտ կա, որ Գերմանիայում է մասնագիտական գործունեություն ծավալում, ինչը նույնպես բավականին ողջունելի էր։ Պարզեցինք նաև, որ այսօրվա մեր մագիստրանտները առաջին եւ երկրորդ կուրսերում 9 մագիստրանտ ունենք, նույնիսկ իրենք են բոլորը աշխատում, այո, բոլորն աշխատում են իրենց մասնագիտությամբ։ Դե իրականում լավ է այդ ամենը, բայց դե թվերը շատ փոքրիկ են, էլի, 29-43%։ Հուսանք, որ տարիների ընթացքում կավելանան։ Չէ, որ մենք այնպիսի երկրում ենք ապրում, որտես կարծես թե դա շատ արդիական է եւ շատ ավելի երիտասարդներ պետք է հասկանան, որ անպայման չի բոլորը դառնան երգիչ, պարող կամ իրավաբան, որ նաեւ կարելի է շատ հետաքրքիր եւ վարձատրվող աշխատանք ունենալ երկրաբանությամբ զբաղվելուց։ Շնորհակալություն։
Շանթին չհարցրեցինք մոտակա կետը որտեղ է Երևանի, որտեղ նավթ կա, ասա տեսնենք որ հատե հենց հիմա հողերը տեղ թանգանում են, այո, ասա Շանթ ու տարան անշարժ գույքը թանգանում են։ Այդ տարածքները ճիշտն ասած դեռ սովետական ժամանակից հայտնի են, երբ որ մենք շարժվում ենք դեպի Գառնի ու ողջաբերդը անցնելով դեպի Գեղարդի, մինչև հիմա այդտեղ որտեղ որ սողում է ամեն։ Այո, եւ մինչև հիմա այդտեղ 87 թվականից վշկեն դրած է։ Չեն տեղափոխել, հենց իրատակից այնտեղ նավթ կա փաստորեն, այն դրա համար է այդ ամենը սողում եւ ըստ դրա հիմա հասկանում եմ, տես այդ մարդը չեն ուզում չի սողում, չէ, բայց սողում է, չէ, չեն ուզում թողնել տները, ասում են մենք ստեղ պետք է մնանք, շուտով մենք կդառնանք միլիարդներ։ Մենք շնորհակալություն Համաձայն եմ, որ թիվը փոքր է, բայց մենք այդ բացը լրացնելու նպատակով նաև այսօր հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր ոլորտով հետաքրքրված են երկրաբանական գիտությունների կենտրոն, ինստիտուտ մասնակցելու ճանաչողական ընդունելության, որտեղ նվիրված է պարզեոր երկրաբանի օրվան, օրակարգում մեր մագիստրանտները ներկայացնելու են ով է երկրաբանը, թեմայով են ելույթ ունենալու եւ մյուսը ներկայացնելու են մագիստրանտների երկրաբան մագիստրանտների առօրյան։ Վերջում կլինի շրջայց երկրաբանական գիտությունների թանգարանում։ Այնպես որ բոլոր նրանք էական չէ մեր պոտենցիալ դիմորդներն է լինելու թե ոչ, բոլոր նրանք ովքեր հետաքրքրված են ոլորտով եւ հարց է իրենց մոտ թե ինչով են զբաղվում երկրաբանները եւ մասնավորապես գիտակրթական միջազգային կենտրոնի երկրաբան մագիստրանտները հրավիրում ենք տեղում այո ծանոթանալու գործունեությանը։ Ահա, շատ բարի։ Այսօր ժամը 3-ին բոլորին սպասում ենք բաց դռների օրվան Երկրաբանական գիտությունների ինստիտուտի թանգարան, խնդրեմ համեցեք իմանալու ով է երկրաբանը եւ ինչ կարելի է սովորել մեր մագիստրատուրայում։ Միայն այսօր է լինելու թե այսօր կազմակերպել են երկրաբանական օրվա հետ կապված խարույկ եւ բայց իհարկե ցանկացած օր մենք պատրաստ ենք պատասխանելու ցանկացած հարցերի մեր կրթական ծրագրի հետ կապված, խնդրեմ։ Շնորհակալություն Լիլիթ Սարգսյաններ, շնորհակալություն Հեղինե Մելքոնյան եւ Շարլ Ալմազյան, հուսանք որ ինչ որ մեկը այս պահին հետաքրքրվեց եւ իսկապես կգտնի իր ապագայի ճանապարհը եւ ուղին, որը որ մեծ բավարարություն տա թե իրեն, թե մեր երկրին ապագայում։ Այս պահին գովաս շանթի եթերում, սա է մեր ուղին, չէ՞։ Մնացեք մեզ հետ, շուտ կվերադառնանք։